Օրեր առաջ ավտովթարից մահացած հղի կնոջ քույրը Վիկտորիան ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեպքի հետ կապված եկել է մեկընդմիշտ փակելու ձեր բոլոր վարկածները, բերաններն ու առաջ քաշելու փաստերը»։ Մարիան նայից պիղծ հայ կպահել է փակի տակ ու օրերով չի գնացել տուն, ենթարկել է ծեծի ու բռնության, որի մասին քույրս լռել է։ Տվյալ օրվա դեպքի հետ կապված քույրս խնդրել է, որ կանգնեցնի մեքենան։ Կանգնել է, իջել է աղջիկը, իսկ հետևից երխելապակասը վազել է ու մազերից քարշ տալով տարել մեքենան։ Ենթարկել է դաժան ծեծի, որից հետո հրել է մեքենայից։ Չիմք ծնոտային կոտրվածք, վիզ ողնաշարի վնասվածք, դեմքի կապտուկներ, մազերն ամբողջությամբ պոկված էին։ Մենք պատրաստվում ենք հողին հանձնել փազլով հավաքած մարմին, որը նախկինում աշխարհի ամենակենսուրախ աղջնակն էր։ Քույրս ինքնասպան չի եղել, քրոջս մի տուննավոր սպանել են։ Վիկտորիան նշել է. հարյուրավոր աղջիկներ են գրում ինձ, որոնցից մի մասից շանտաժի, մյուս մասից խաբեության շնորհիվ գումարներ է կորզել ու չի վերադարձել։ Չի ունեցել ոչ տուն, ոչ ընտանիք, սեփական մայրն ու քույրը երես են թեքել, ոչ գումար, ոչ մեքենա։ Մեքենաները վերցրել է վարձակալությամբ, գիշերել դրանց մեջ ու աղջիկների խաբել ու որսացել իբրև օլիգարխի տղա է, բայց մի ամբողջ ազգ ճչում է, թե դու ինչի տղա ես, թող ամենաերանելի երազանքդ լինի քո իսկ սատկելը, տականք։ Նշենք, որ Գեղարքունիքի մարզում մեքենայի մեջ կնոջ մարմին է հայտնաբերվել, մեքենայում միջադեպ էր եղել ամուսինների միջև և նախնական տեղեկություններով մահացած կնոջ ամուսինը պատմել է, որ վիճաբանությունից հետո կինը ասել է, թե մեքենան կբացի ու իրեն ցած կնետի, որից հետո գնացել է այդ քայլին։ Մահացած կնոջ ամուսինը նոր էր բակից դուրս եկել։